նախկինում էլ առիթ ունեցել եմ ասելու, որ մենք անդադ ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հայ-թուրքական հարաբերություններ, բայց ի վերջո տեղ էլ է պետության եւ չպետության ընկալման, որը բոլորիս է, ես քավլիցի հանկարծ չմտածեք ձեզ դիտողություն եմ անում, որովհետեւ ես ինքս երկար տարիներ այդ նույն բառապաշարը եւ բառամթերք օգտագործել եմ եւ մինչեւ հիմա մեր պաշտոնական գրագրություններում այդ արտահայտությունը սպրդում է, օգտագործվում է։ Ես ամեն անգամ դիտարկում եմ անում կարմիր կամ կապույտ գրիչով, որ հարգելի գործընկերներ եկեք ի վերջո դիրքավորվենք որպես պետություն։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը իհարկե շատ կարևոր է եւ զարգացումներ կան այդտեղ եւ հասունացած է վաղուց, որ իրադարձություններ տեղի ունենան։ Ես հույս ունեմ, որ այդ իրադարձությունները տեղի կունենան եւ դեռևս 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները առնվազն իրականություն կդառնան։ Մենք հիմա նաեւ Ախուրիկի հատվածում, Մարգարայի հատվածում ամեն գործողություններ ենք անում, որպեսզի հանկարծ հնարավոր որոշումները չխոչընդոտվեն մեր կողմից անպատրաստ լինելու հետ։ Հույս ունեմ, որ այդ որոշումները կայացնեն։ Ես չեմ կարող կոնկրետ որևէ բան ասել, իհարկե չթաքցնեմ, դիվանագիտական խողովակներով աշխատանք արվում է, որոշակի ազդակներ մենք ստանում ենք, իմիջիալոց նաև հրապարակային Թուրքիայում տեսնում ենք, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայից, բայց տեսնենք։ Մարգարայինը պատրաստ է լիարժեք, ես դեռ անցած տարի կարծեմ այցելել եմ, լուսաբանվել է կարծեմ։ Մարգարայինը արձակետը լիարժեք պատրաստ է, բայց դա էլ պետք է իմանանք, որ սահմանը բացվելուց հետո այդ կամուրջը, որը կա, ինքը բավարար չի լինելու շատ արագ։ Եվ պետք է մտածել նոր կամուրջի, նոր կամուրջների կառուցման մասին, ընդ որում եւ Մարգարայում եւ Ախուրիկում, եւ այսինքն Շիրակի մարզում եւ Արմավիրի մարզում, բայց դա արդեն հետագայի խնդիր է, բնականաբար այդ թեման ավելի կկոնկրետացվի, երբ որ սահմանը բացվի եւ օգտագործվի, չնայած մենք այսօր պայմանավորվածություն ունենք պատմական կամրջի, անի հատվածում պատմական կամրջի վերականգնման մասին, այդ ուղղությամբ քննարկումներ են գնում եւ հնարավոր է նույնիսկ առաջիկայում արդեն գործնական հատվածը սկսի, որը խորհրդանշական նշանակություն